Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տեր Հայր, մենք ունեցանք մեր առաջին հաղորդումը, նոր հաղորդաշարի մանանեխի հատիկ, արձագանքների եղան, Փառք Աստծո, մարդիկ լսեցին, ոմանք ուրախացան, ոմանք ոգևորվեցին, որ Աստծո խոսքը մի քիչ ավելի շատ կհնչի լրատվամիջոցներով, իդեմս կենտրոն հեռուստաընկերության, եւ հիմա փորձենք հասկանալ, թե այս պարագայում սկսնակ հավատացյալը, Քրիստոսի խոսքին հետևել փորձողը, ինչ կարող է անել։ Բնականաբար նա պետք է սկսի Աստծո խոսքից, մանանեխի հատիկից, այն սերմից, որը մի դեպքում Քրիստոսն է, մի դեպքում Քրիստոսի խոսքը։ Իսկ Քրիստոսի խոսքը Աստվածաշունչն է, Աստծո շնչով գրված խոսքը։ Աստվածաշունչ ասվածը մեծ հասկացություն է, ունենք հին եւ նոր կտակարանների միավորումը, միությունը, որպես գիրք։ Սկսել որ կտակարանից, նոր կտակարանից, թե հին կտակարանից։ Եկեղեցու հայրերը, եկեղեցին, բոլոր այն մարդկանց, ովքեր որ փորձում են սերտել Սուրբ Գիրքը եւ հաղորդ դառնալ Աստծո խոսքին, առաջին հերթին խորհուրդ ենք տալիս սկսել նոր կտակարանից, որովհետեւ հին կտակարանում կան բազմաթիվ հատվածներ, դրվագներ, գրքեր, պատումներ, որոնք որ քրիստոնեությանը ոչ այդքան ծանոթ մարդկանց մոտ կարող են տարակուսանքներ առաջացնել եւ հարցեր առաջացնել եւ նաեւ մենք ասում ենք որ հին կտակարանը նոր կտակարանի ստվերն է, այսինքն այն ինչ որ կանխատեսեցին մարգարեները, այն ինչի մասին որ հին կտակարանն է, իրականություն դարձավ նոր կտակարանում, այսինքն շատ կարեւոր է որ մենք նախ եւ առաջ նոր կտակարան ուսումնասիրենք, ճանաչենք Քրիստոսին, Աստծո խոսքին, Քրիստոսի տնօրինական խորհուրդներին, հետո արդեն մենք կկարողանանք այդ լույսի ներքո շատ ավելի հստակ, շատ ավելի պարզ հասկանալ հին կտակարանը։ Թեև ես չեմ ասում, որ նոր կտակարանին քաջատեղյակ մարդը կարող է կարդալ հին կտակարանը եւ լիարժեք ամեն ինչ հասկանալ, բնականաբար ելի հարցեր կլինեն, բայց այդ հարցերի շեշտադրումն էլ կլինի տարբեր եւ բրբտումն էլ այդ հարցերի կլինի ավելի ճիշտ ուղղորդված, ինչպես գտնել այս հարցի պատասխանը կամ ում դիմել այս կամ այն հարցի պատասխանը գտնելու համար։ Այս իմաստով մենք մարդկանց հորդորում ենք, խորհուրդ ենք տալիս սկսել նոր կտակարանից։ Ինչ է ասում նոր կտակարանը, որն է նոր կտակարանում տեղ գտած Քրիստոսի խոսքը։ Եթե ամփոփելու լինենք մեկ նախադասության մեջ կամ շատ ավելի կարճ, նոր կտակարանը մեզ հստակ մի բան է սովորեցնում՝ սիրիր դիմացինի, ինչպես ինքդ քեզ եւ սիրիր Աստծուն։ Սա է ամբողջ հստակ պատգամը, որը որ մեզ փոխանցում է նոր կտակարանը։ Իհարկե նոր կտակարանում կան բազմաթիվ օրինակներ, բազմաթիվ պատումներ, առակներ, պատգամներ, կոչեր, հորդորներ եւ այլն։ Քրիստոսի երկրային կյանքի տարիների պատմությունների վերջո, որը շատ կարեւոր է յուրաքանչյուրիս համար, եւ ոչ միայն սերտել եւ նաեւ դա յուրացնել եւ մերը դարձնել։ Բնականաբար այստեղ փրկagorցության խորհուրդն է, որ նոր կտակարանը մեզ բացահայտում է, ինչու եկավ Քրիստոս աշխարհ, ինչ տեղի ունեցավ, ինչպես Քրիստոս մեզ առաջնորդեց փրկության։ Սրանք են ամենակարևոր պայմաններն են, որ յուրաքանչյուր քրիստոնյայի համար պիտի լինեն ուղղորդող։ Եվ այս իմաստով, եթե մի քիչ ավելի բացենք փակագծերը, ավետարանը իդեմս Քրիստոսի երկրային կյանքի տարիների երկու կարևոր հստակ արժեքների է մի տեսակ մեզ մոտեցնում եւ երկու կարևոր հստակ ճանապարհ է մեզ ցույց տալիս։ Նախ խոսում է ազատության մասին, մարդու ազատության մասին, ինչ է այդ ազատությունը եւ ինչ բովանդակություն է, եւ երկրորդ սիրո մասին, Աստծո անմնացորդ սիրո մասին։ Ազատությունը այն չէ, ինչպես որ այսօր շատ հաճախ մարդիկ ասում են, ինչ ցանկանամ այնպես էլ վարվեմ կամ ինչ ցանկանամ այնն անեմ։ Քրիստոնեության մեջ ազատությունը նաեւ ոչ թե ընտրություն է լավի ու վատի միջև, այլ քրիստոնեության մեջ ազատությունը ճանապարհ է սեփական կյանքը կառուցելու ամենայն պատասխանատվությամբ, իմանալով Աստծո կամքը, իմանալով աստվածային պատգամները եւ ամբողջական պատասխանատվությամբ մեր կյանքը կազմակերպելու։ Իսկ սերը այդ աստվածային այն անմնացորդ սերն է, որը տրվեց մեզ յուրաքանչյուրիս եւ Քրիստոս երբ որ եկավ աշխարհ, մեզ չասեց դուք ավելի լավը եթե լինեք, ես իմ կյանքը ձեր համար կտամ։ Քրիստոս իր կյանքը տվեց բոլորի համար եւ սա մեծագույն նաեւ պատասխանատվություն է մեզ յուրաքանչյուրիս, որովհետեւ մենք էլ կարողանանք նույն այդ սիրով առաջնորդվել եւ այդ սիրով
մարդկային մեր հարաբերությունները կառուցել եւ մարդ ու Աստված հարաբերությունը կառուցել։ Տեր հայր, նոր կտակարանում Քրիստոսի երկրային կյանքն է։ Նոր կտակարանը սկսում է Քրիստոսի ծննդյան, Սուրբ Ծննդյան խորհրդով, Սուրբ Ծննդյան տեսարաններով, դրվագներով եւ ավարտվում է հրաշափար հարության տեսարանով։ Ինչու միայն երկրային կյանքի այս հատվածն է ընդգրկվում նոր կտակարանում։ Ավետարաններում այո, ներկայացված է Քրիստոսի ծնունդից մինչև Քրիստոսի հարությունը այդ երկրային կյանքի տարիները։ Այստեղ այն պատմություններն են, որոնք առաքյալները գրի են առել եւ որոնց որ նաեւ առաքյալները մասնակից են եղել։ Բայց Քրիստոսի հարությունից հետո համբարձումը տեղի ունեցավ Քրիստոսի համբարձումից հետո հոգի գալուց, այս պատմությունը գրի առնված գործ կառաքելոց։ Իսկ դրանից հետո արդեն քրիստոնեական Քրիստոսի համբարձումից հետո արդեն առաքյալները լծվեցին համայնքները ձևավորելու, քրիստոնեական համայնքները կազմակերպելու եւ քրիստոնեությունը աշխարհով մեկ տարածելու իրենց առաքելությանը։ Եվ այս պատմությունը ինչպես տարածվեց, ինչ կարևոր սկզբունքներ կան, ինչ կարևոր առաքելություն իրականացրեցին Քրիստոսի աշակերտները, այս ամբողջ պատմություններն ներկայացված են առաքելական թղթերում, ընդհանրական եւ առաքելական թղթերում, որոնք նույնպես նոր կտակարանի կանոնի մեջ են։ Գիտեք, նոր կտակարանի մեջ, կանոնի մեջ, երբ որ շատ հաճախ մարդիկ ասում են նոր կտակարան, միայն ավետարանը չի։ Ավետարանները նոր կտակարանի կանոնի մեջ 4 գրքերն են, 4 ավետարանները, բայց նոր կտակարանի մեջ նաեւ կա գործ կառաքելոցը, որը համբարձման եւ հոգեգալստյան պատմությունն է ներկայացնում եւ առաքյալների, այո, եւ առաքյալների գործունեությունն է ներկայացնում, հենց դրա համար կոչվում է գործ կառաքելոց։ Կան առաքյալներ, առաքելական նամակները, Պողոս առաքյալի 14 նամակները, ընդհանրական 7 նամակները եւ ի վերջո նաեւ հայտնության գիրքը, որը վաղճանապանական գրականություն է, շատ դժվար է հասկացվում։ Ես հակված չեմ Աստվածաշնչի որևէ գրքի մասին ասելու, որ դժվար է հասկացվում։ Հնարավոր է հասկանալ եւ դժվար բան չկա, պարզապես պետք է ճիշտ ուղղորդել մարդկանց եւ բարձ մաչելի ձևով բացատրել ինչ է այնտեղ։ Ամեն դեպքում աստվածտեսություն է պետք, հոգետեսություն է պետք, որպեսզի ինչ որ փորձառություն է պետք։ Ամեն դեպքում մարդու սիրտը պիտի բաց լինի։ Այս ամենակարևոր պայմանն է, որովհետեւ Աստծո հետ հաղորդակցվելու կարևոր պայմանը մարդու սիրտն է։ Մնացածը աշխատանք է, որը բնականաբար այնպես հեշտությամբ ամեն ինչ չի տրվում, բայց աշխատանք է, որ յուրաքանչյուր մարդ անկախ սոցիալական կարգավիճակից, տարիքից եւ կրթվածությունից անկախ այդ ամենից յուրաքանչյուր մարդ կարող է դա ընկալել, յուրացնել եւ դրանով ապրել։ Տեր հայր, երևի թե դուք էլ առաջին անգամ երբ որ բացեցիք Սուրբ Գիրքը, իդեպ Սուրբ Գիրք ասելով մենք նկատի ունենք նոր կտակարանը, հին կտակարանը, մանկական Աստվածաշունչը եւ ընթերցելուց ինչ որ վատ էիք զգում, կարծես ձերքունը տանում էր, ինչպես շատերի մոտ շատ դժվար է ընթերցվում։ Սկիզբը ծանոթանալ Աստվածաշնչին, մտերմություն հաստատել գրքի հետ։ Շատ հաճախ ենք լսում մարդկանցից, որ շատ դժվար է Սուրբ Գիրքը ընթերցել, մանավանդ բացում ենք, ընթերցում ենք, ծանծրանում ենք, գումերս է տանում, մանավանդ է շատ տարածված հարց է, որ մարդիկ մեզ ուղղում են։ Իրականում խնդիրը կայանում է այնտեղ, որ Սուրբ Գիրքը մեր ամենօրյա ընթերցանության գիրքը չէ։ Եթե Սուրբ Գիրքը դարձնում ենք մեր ամենօրյա ընթերցանության գիրք, բնականաբար այդ քունն էլ կտանի, կծանծրանանք էլ։ Սուրբ Գիրքը մեր ամենօրյա աղոթքի գիրքն է։ Դա պարզ ընթերցանության գիրք չէ, եւ սա շատ կարեւոր է գիտակցել եւ հասկանալ։ Սուրբ Գիրքը ընթերցելուց առաջ մարդը պիտի պատրաստվի, տրամադրվի եւ իր ամբողջ միտքը կարողանա կենտրոնացնել այն իրողության վրա, որ ես հիմա պիտի Աստծո խոսքը ընթերցեմ, եւ այդ Աստծո խոսքը պարզ ընթերցանության համար չի, դա պիտի քո սրտում տեղ գտնի, եւ այս առումով շատ կարեւոր է, որ քո ներսի ձայնը, քո խղճի ձայնը եւ Աստծո ձայնը Սուրբ Գիրքը ընթերցելիս պիտի իրար հետ համաձայնվեն։ Այստեղ է այդ կապը, որ ձևավորվում է։ Սատանան է խանգարում, Սատանան երբեք չի խանգարում։ Եթե մենք թույլ չենք տալիս, Սատանան չի խանգարում։ Եվ պետք չի բոլոր մեր ցախողումների կամ չստացված ձեռնարկների մեջ Սատանային մեղադրել։ Թողենք Սատանային հանգիստ եւ ինչ էլ որ չի ստացվում, մենք ենք մեղավոր, ինչ էլ որ ստացվում է, ելի մեր պայքարն է, մեր աշխատանքն է։ Ասում ենք, որ նոր կտակարանը հին կտակարանի շարունակությունն է։ Քրիստոս ասում է, ես չեկա ջնջելու, եկա լրացնելու, շարունակելու։
Այո, եւ դա իրողություն է եւ շատ հստակ, որովհետեւ այն ինչ որ կա 5 կտակարանում մարգարեությունների մեջ, դա ամեն ինչը իրականություն դարձավ նոր կտակարանում եւ բնականաբար Քրիստոս որևէ օրենք չջնջեց։ Քրիստոս պարզապես այդ օրենքը ավելի ամբողջացրեց եւ տվեց մեզ հնարավորություն այդ օրենքները պահելու։ Այն իմաստով, որ տեսեք, սկզբնական շրջանում հարյուրավոր օրենքներ կային 5 կտակարանում։ Հետո եկավ Մովսեսի ժամանակ, երբ որ տասնաբանյա պատվիրանները տրվեց, այսինքն այդ բոլոր հարյուրավոր օրենքները մի տեսակ ամփոփվեցին այդ 10 պատվիրանների մեջ։ 10 պատվիրանները երկու մասի են բաժանվում։ Պատվիրաններ, որոնք վերաբերում են մարդ եւ մարդ հարաբերությանը, եւ պատվիրաններ, որոնք վերաբերում են մարդ եւ Աստված հարաբերությանը։ Այս երկու խմբերի միջև հստակ մի ընդհանրություն կա։ Սերն է։ Սեր մարդ եւ մարդ հարաբերության մեջ, սեր մարդ եւ Աստված հարաբերության մեջ։ Եվ այս 10 պատվիրանները նոր կտակարանում Քրիստոս դարձրեց մեկ պատվիրան ամփոփելով, մեկ պատվիրանի մեջ, ինչպես ես արդեն ասացի, սիրիր քո նմանին եւ սիրիր քո Տեր Աստծուն։ Սա է ամբողջ 5 կտակարանի պատվիրանները ի վերջո Քրիստոս ամփոփեց այս մեկ պատվիրանի մեջ եւ մեզ բազմաթիվ անգամներ բացահայտվում է ավետարանում այն ճշմարտությունը, որ օրենքը մեխանիկորեն պահելով մենք չենք տարբերվում փարիսեցիներից եւ Քրիստոս հենց դա էր քննադատում իր երկրային կյանքի տարիներին, որ եթե դու օրենքը պահում ես մեխանիկորեն, բնականաբար դու սկսում ես հետին պլան մղել դրա ոգին։ Ինչի համար ես այդ օրենքը պահում, ինչի համար այդ օրենքը տրված։ Հետևաբար օրենքը պետքա պահել ոչ թե մեխանիկորեն, այլ գիտակցելով դրա հոգին եւ օրենքի ուղղակի ոչ թե տառին կարճել, այլ օրենքի բուն բովանդակությունը մեր կյանքում արժեք դարձնել եւ մարդկային կյանքում էլ այդպես է։ Երբ որ դու մեխանիկորեն ինչ-որ բան ես անում, որովհետեւ այդպես ընդունված է, ժամանակի ընթացքում դու ձանձրանում ես այդ կյանքից։ Բայց երբ որ դու առաջնորդվում ես սիրով եւ դա քո համար համոզում է, օրինակ ես չեմ սպանում կամ չեմ գողություն չեմ անում, որովհետև դա իմ համոզումն է, դա այն արժեքն է, որ ես կրում եմ։ Այստեղ խնդիրը օրենք պահելու մեջ չի անպայման, այստեղ խնդիրը այդ արժեքները մերը դարձնելն է, եւ օրինապահությունը կդառնա արդեն բնական եւ ինքնիստինքյան մի իրողություն մեր կյանքում։ Ինչ վերաբերում է Սուրբ Գրքին, երբ որ մենք ասում ենք Սուրբ Գիրք, մենք բնականաբար նկատի ունենք եւ 5 կտակարանի եւ այսինքն Աստվածաշունչի ամբողջության մեջ։ Տեր հայր, Աստծո խոսքը քարոզելու համար պետք է շատ նուրբ մոտենալ հարցին եւ կարծում եմ կարելի է սկսել մանուկներից։ Եվ տարիքի հետ արդեն այդ արժեքները, որ դուք ասում եք, մերը դարձնենք, սեփականացնենք, այդ արժեքներով ապրենք, կարծում եմ մի որոշ ժամանակ անց արդեն կունենանք շատ մեծ դրական արդյունք։ Բնականաբար երեխաների պարագային շատ կարեւոր է Սուրբ Գիրքը երեխաներին մատուցել, սուրբգրային ճշմարտությունների երեխային ուսուցանել, բայց գիտեք նաև կա այն իրողությունը, որ այսօր մեծահասակների եւ պատանիների եւ երիտասարդների եւ մեծահասակների պարագայում շատ մարդիկ կան, ովքեր որ ծանոթ չեն եւ բնականաբար այստեղ բոլորին պետք է Սուրբ Գիրքը մատուցել, սուրբգրային ճշմարտությունները, Սուրբ Գրքի սերտողությունը, դա բոլորի համար է։ Իհարկե ուրիշ բան է, որ երեխայի հետ այլ լեզվով ես խոսում կամ այլ մեթոդով ես դա բացատրում, որովհետև այն ինչպես որ մեծահասակ կարող են կալել, երեխան կարող է չընկալել, այստեղ մեթոդաբանության ավելի հարց է, բայց բնականաբար շատ կարևոր է մեր երեխաներին հենց ընտանիքից, ընտանեկան միջավայրից սկսած սերմանել Աստծո խոսքը, դաստիարակել աստվածային ճշմարտություններով։ Այստեղ մենակ տեքստերը իմանալու մասին չի խոսքը, բնականաբար, ավետարանական պատմությունները իմանալու մասին չի խոսքը։ Մարդը կարող է շատ անգիր ավետարանական տարբեր պատմություններ հիշի, տառ դրանք վերարտադրի եւ այլն, բայց չապրի այդ արժեքներով։ Այստեղ շատ կարևոր է նաեւ ընտանիքում այդ միջավայրը, ծնողների կեցվածքը, նրանց դաստիարակությունը, նրանց առաքինությունները, չէ՞ որ երեխան դա տեսնում եւ ընդօրինակում է։ Հետեւաբար քրիստոնեական դաստիարակությունը երեխայի ինքը պարզապես Սուրբ Գրքի տեքստերի անգիր անելը չէ, դա համապարփակ մի այսպես մոտեցում է եւ ընտանիքում, եւ դպրոցում, եւ հասարակության մեջ, եւ եկեղեցում բնականաբար։ Օրինակ շատ հաճախ մարդիկ ասում են երեխաս փոքր է, ես չեմ կարողանում երեխայից հետ գալ եկեղեցի, մասնակցել։ Շատ հաճախ երեխաներն են ծնողներին ուղղություն ցույց տալիս, եթե օրինակ մենք ունենք Կիրակնորիա դպրոցների օրինակը, երբ որ երեխան Կիրակնորիա դպրոցում սովորում եւ ինքը առաջի քարոզիչն է իր ընտանիքի, եթե այդ ծնողները
սովետական շրջանից, այսպես, հա, այդ անաստվածության տարիներից ժառանգած այդ ավանդույթ ունեն, որ ծանոթ չեն սուրբ գրքին, չեմ ասում բարոյական արժեքներին ծանոթ չեն, բայց սուրբ գրային ճշմարտ քրիստոնեությանը ծանոթ չեն, եւ երեխաներն են, կիրակնորյա դպրոցի երեխաներն են, որ առաջին քարոզիչներ են լինում իրենց ծնողներին, իրենց ընտանիքում եւ բերում նույնիսկ եկեղեցի։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ ունենք, բայց շատ կարեւոր է, որ այս իմաստով երեխաների պարագային մենք կարողանանք այդ համակողմանի այդ արժեքային համակարգը իրենց մատուցել եւ այդ արժեքներով իրենց դաստիարակել եւ սա շատ կարեւոր է, այո, իհարկե մեր մատաղ սերունդը ամենակարևոր այն թիրախն է, որը որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Տեր Հայր, եւ աշխարհում ամենաշատ թարգմանված գիրքը, ամենաշատ տպագրված գիրքը Աստվածաշունչն է, մինչդեռ շատերն ասում են, ում է պետք Աստվածաշունչը, կա գեղարվեստական գրականություն, կա մասնագիտական գրականություն, իրականում եթե Աստվածաշնչի կարիքը չկա, եթե դա պետք չէ, չեմ կարծում, որ դա ամենաշատը կթարգմանվի եւ նույնիսկ կան երկրներ, որտեղ հյուրանոցներում, ինքնաթիռների մեջ կամ գնացքում, տարբեր փոխադրամիջոցներում հենց առկա է գիրքը, որ մարդիկ նստելով կարող են այդ 1, 2, 3, չգիտեմ, մի քանի ժամը նույնիսկ անցկացնել ընթերցանությամբ եւ անպայման սուրբ գրքի ընթերցանությամբ։ Եթե մենք ամփոփելու լինենք այսօրվա մեր զրույցը, ինչ հետևության կգանք։ Գիտեք, Աստվածաշունչը բոլոր ժամանակներում եղել է ամենատարածված, ամենաշատ թարգմանված, ամենաշատ հրապարակված գիրքը եւ բնականաբար հարցը, որ կան եւ այլ գրքեր, որոնք կարելի է կարդալ, բնականաբար ոչ մեկ չի ասում եւ առավել եւս եկեղեցին չի ասում, որ պիտի միայն Աստվածաշունչը ընթերցես ու վերջ։ Ես նորից եմ ասում, Աստվածաշունչը դա պարզ ընթերցանության գիրք չէ, ինչպես որ գեղարվեստական, թեկուզ եւ գիտական, տարբեր այլ գրականություն։ Այո, իհարկե մենք ինքներս խրախուսում ենք մարդը պետք է շատ կարդա, տարբեր գրքեր կարդա եւ շատ ավելի կրթված ու բանիմաց լինի եւ այս առումով բնականաբար ցանկացած գիրք մեզ համար անփոխարինելի արժեք է այս ճանապարհին հասնելու համար, բայց Աստվածաշունչը պետք չի դնել այս շարքում եւ Աստվածաշունչը, ինչպես ես արդեն ասացի, դա մեր ամենօրյա աղոթքի գիրքն է եւ ոչ թե ընթերցանության։ Աստվածաշունչը այն գիրքն է, որով որ Աստված խոսում է մեզ հետ։ Հիմա շատ հաճախ չէ, մարդիկ այսօր եկեղեցիներում մանավանդ հոգևորականներին դիմելիս հարցնում են, որ ինչ իմանամ, այս ինչ իրավիճակում կամ այնինչ իրավիճակում ինչ է ասում ինձ Աստված, ինչ է Աստծո կամքը, կամ մարդը ինչ որ մի ընտրության առաջ է կանգնած իր կյանքի այսինչ կամ այնինչ этаպում, չգիտեմ, ուզում է այսինչ մասնագիտություն ընտրի կամ չգիտեմ, ինչ որ որևէ բան, երբ որ մարդը ուզում է անել եւ մտածում է որն է Աստծո կամքը։ Եվ գալիս են հոգևորականին ասելու, թե դեր այդ այս իրավիճակում ես ինչպես իմանամ Աստծո կամքը որն է։ Դրա համար շատ պարզ, հստակ ճանապարհ կա։ Ավետարանն է։ Ընթերցեք սուրբ գիրքը, այնտեղ է այն ինչ որ Աստված ուզում է քեզ ասել, ամբողջապես ամփոփված է սուրբ գրքում։ Խնդրեմ, Աստծո հետ ուզում եք խոսեք, պետք է բացեք սուրբ գիրքը եւ ընթերցեք սուրբ գիրքը։ Ուզում եք լսել Աստծո ձայնը, բացեք սուրբ գիրքը։ Եթե ակնկալում եք, որ Աստված երկնային մի որոտումով կամ ինչ-որ մի ֆիզիկապես ձայն պիտի մենք լսենք, նման բան չի լինելու։ Եվ հետևաբար պատահական չէ, որ ասում ենք, չէ, Քրիստոս եղավ լրումը եւ կատարումը մարգարեների եւ օրենքների։ Այսինքն Քրիստոսից հետո արդեն Աստված մեզ մարգարեների միջոցով չի խոսում, երազների միջոցով, տեսիքների միջոցով չի խոսում։ Աստված կոնկրետ մեզ հետ խոսում է սուրբ գրքի միջոցով։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։